պետք է հստակ կերպով ձևավորվեն եւ առաջին օրվանից սկսեն իրենց աշխատանքը։ Տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ ամիսներ այն աշխատանքի աշխատում այդ մասին, ոչ թե հիմա է սկսել, դեռ ամռան սկզբից եւ իր կինը ձևավորեց այդ կրթվելը նորաձև շարժումը, հիմնականում դրա նպատակը թիրախում դա էր։ Տեսնում ենք, ստեղծեցին հսկայական, այսպես ասած, մի ցանց իրենց փողերի միջոցով, այդ ցանցից հիմա օգտվում են եկեղեցու դեմ հարձակման համար, Նիկոլը դրանց շալակած նույն այդ մարդիկ, ովքեր այդ նոր կրթվելը նորաձև է շարժմանը մասնակցում էին, հիմա Նիկոլի պատարագին մասնակցող շոկ պատարակներին, պատարակ շոյերին մասնակցողների մի խորհրդավոր մասը հենց դրանք են, եւ մի կասկածեք, որ հաջորդ ընտրություններին նրա հիմնական քարոզիչները լինելու են այդ մարդիկ։ Տեսնենք տարբեր քարոզչական միջոցներով ամենառավոտյան սկսած, ես իհարկե անկապ երաժշտան տակ սրտիկներ ցույց տալուց բռնած մինչև ես իհարկե Կարեն Կարապետյանին նմանակել ու դրամ նվագել, դրանք բոլորը Նիկոլը փորձում է, որպեսզի կարողանա այդպես ասած տեղ բացի հասարակության մեջ վերականգնի իր ռեյտինգը, որ բարեբախտաբար մինչև այս պահ ես կարծում եմ բոլորս էլ գիտենք, որ տեսնում ենք, որ հակառակ ուրեմն արդյունքն է տալի։ Իդեպ երեկվա իր այդ նվագելու մասին մի հետաքրքիր բան ասեմ, կասեմ առաջիններից է ես նկարը տեղադրեցի, հիմնականում իմ կտրած նկարն է, որ ամենտեղ տարածվել է, եւ շատ հետաքրքիր էր, որ ինքը շատ հստակ կերպով, կարծում եմ բոլորն էլ առաջի պահից ասեցին, որ նմանակում է ուրեմն Կարեն Կարապետյանին, հիշեք 2017-ին էր, թե 16-ին էր Կարեն Կարապետյանը, այդպես ասած մի քանի երիտասարդ փողոցում սկսեց նվագել, բայց դե Կարեն Կարապետյանը որտեղ Նիկոլ Փաշինյանը որտեղ եւ այդ բոլորի հիշողության մեջ կար, հենց երեք որ Նիկոլը դարեց, անմիջապես բոլորը Կարեն Կարապետյանին հիշեցին։ Ուզեմ Նիկոլին խոսքս ուղեմ, շատ կարճ մի բան ասեմ, շատ հետաքրքիր է, որ 10 տարի անց, մոտավորապես 10 տարի անց, անմիջապես ժողովուրդը հիշեց Կարեն Կարապետյանին, նրա դրամ նվագելը փողոցում, քանի որ դա օրիգինալ էր, քանի որ դա իսկական էր, քանի որ դա fake չէր, դա այդպես ասած ինչ-որ շոու կազմակերպելու համար չէր արվել, ինչ-որ մեկի նմանակելու համար չէր արվել, դա տեղավորվեց մարդկանց հիշողության մեջ ու դեռ 10 տարի հետո երբ Նիկոլը փոշման նման բան անի, բոլորը անմիջապես հիշում են Կարեն Կարապետյանի օրիգինալը եւ փորձում են նրա հետ հայմատել։ Ես ձեզ վստահեցնում եմ, Նիկոլ Փաշինյանը դրամ նվագելը 2 օր հետո այլևս որևէ մեկը չի հիշելու։ Ինքն էլ թող հասկանա, որ Կարեն Կարապետյանի արածը 10 տարի հետո հիշում են, բայց Իրանը 2-3 օրվա էֆեկտ ունի եւ մոռացվելու է։ Քանի որ իրենը fake է, կեղծ է, սուտ է եւ բոլորը գիտեն դա կապիկություն է եղել հիմնականում ուրիշին նմանակելու համար։ Հետաբար ուզում եմ խոսել խոսքս ուղղել իրեն, եթե ուզում ես մի բան անել տարօրինակ, որ քեզ հիշեն, հիշատակվես, օրիգինալ բաների հետևից եղիր, իսկական բաների հետևից եղիր, որ ժողովրդի մոտ հետաքրքրություն ստեղծի, նորություն լինի, ուրիշ մեկերը կատարած չլինեն ու դու պարտավոր չլինես ուրիշներին նմանակել։ Ես մի լավ առաջարկ ունեմ իրան, ուզում եմ տարածեք, որպեսզի Իրան էլ հասնի։ Ես յան առաջարկում եմ Հանրապետության հրապարակում այդ մերկապարի ձողերից մեկը ամրացնի, փորձի մի հատ ստրիպտիզ պար այդտեղ բեմադրել այդ ձողի վրա։ Օրիգինալ է, որևիցե երկրի ղեկավար, ոչ Հայաստանում, ոչ աշխարհում դա մինչև հիմա չի արել, եւ ես վստահեցնում եմ Նիկոլ այդ ձողի վրա որ հայտնվեց մի հատ այդպես վերևից ֆռռալով պարեց, ցած եկավ, ամբողջ աշխարհը ցնդելու է, մի լավ էլ այդպես տոկոս հավաքելու։ Դե ուզում օրիգինալ բան անի, թող գնա այն անի, փոխարեն ես իշխեմ Կարեն Կարապետյանին կամ Ռոբերտ Քոչարյանին նմանակելուց։ Դե սա իմ մոտ իհարկե նորություն չի, 2022 թվականի ապրիլին Ռոբերտ Քոչարյանը երիտասարդներին հավաքել էր Ծաղկաձորում խարույկի շուրջ, նստել էին այդպես խոսում էին, մի քանի ամիս չանցավ Նիկոլը նույն ձևաչափով երեխեքին հավաքել էր, փորձում էր խարույկի շուրջ նստած Ռոբերտ Քոչարյանին նմանակել նույն անել, հիմա այդ Կարեն Կարապետյանը նմանակում, այս մարդու ամեն ինչը fake է, ուրիշների նմանակում է եղել կյանքում որևիցե օրիգինալ կամ իսկական բան չունեցել։ Սկսած իր ընտանիքից, որ fake է եղել, մինչև բանաստեղծություն գրելը, մինչև կրթությունը, որ չունի, մինչև լեզու չտիրապետելը, որ տեսնում ենք ինչ վիճակ, նույնիսկ ռուսերենը, որ նախնական մի բան է Հայաստանում տեսնում ենք չի տիրապետում, մինչև երկիր ղեկավարել, դրանք բոլորը իր մոտ fake են եւ ուրեմն կեղծ են։